Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում բացվել է արմատագիր երխոսության ուժը խորագրով հուշարձանը, որն իրենից ներկայացնում է Հայոց Այբուբենի տառերը։ Խորհրդարանում անցկացվել է ֆրանկոֆոնիայի մրցանակ ազգային ժողովի նախագահի կողմից չարտասանության մրցույթի երկրորդ փուլը։ Աշխատանքային քննարկման առանցքում են եղել առողջապահության համընդհանուր պարտադիր ապահովագրությանը վերաբերող հարցերը։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները վերջին շրջանում հասել են միանգամայն նոր մակարդակի, ուրվագծվել է համագործակցության լայն շրջանակ եւ ակնհայտորեն գործնականում դրանք ստացել են նոր տեսք։ Վերենշվածներում ուրույն տեղ ունեն նաեւ խորհրդարանական դիվանագիտությունն ու ազգային ժողովի եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների միջև ձևավորված փոխգործակցությունը։ Անցնող շաբաթ Ստրասբուրգում մեկնարկեցին Եվրոպական խորհրդարանի աշխատանքները։ Ֆրանսիա մեկնեց մեր երկրի վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև պատգամավորներ Արման Եղոյանը, Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը։ Եվրոպացի խորհրդարանականներին ելույթով դիմեց Նիկոլ Փաշինյանը։ Եվրոպական հարթակից վարչապետը աշխարհին ուղեց կարևոր ազդակներ, խոսեց Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ու TRIP նախագծի իրագործման վերաբերյալ։ Եվրոպական խորհրդարանի հետ գիտեք, մենք շատ ակտիվ աշխատում ենք տարբեր ձևաչափերում, շատ ակտիվ երկխոսության մեջ ենք եւ նաեւ դրանով է բացատրվում այն շատ կարեւոր դերակատարումը, որ Եվրախորհրդարանը ունի մեր երկկողմ հարաբերությունների աննախադեպ խորացման մեջ եւ այս կոնտեքստում շատ տրամաբանական էր նաեւ վարչապետի արդեն երկրորդ այցը Եվրոպական միության խորհրդարան։ Այցի շրջանակում տեղի ունեցան նաեւ մի շարք հանդիպումներ։ Ֆրակցիաների ներկայացուցիչների հետ եղավ առանձին հանդիպում վարչապետը, մենք խորհրդարան ներկայացուցիչները եւ իրենց ուրեմն ֆրակցիաների ներկայացուցիչները բավականին բովանդակալից եւ շատ անկեղծ քննարկում տեղի ունեցավ, հետո առանձին եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ եղավ առանձին հանդիպում, էլ իրենք շատ մեծ կազմով։ Պիտի անկեղծորեն ասեմ, որ կարծում եմ մեզ հաջողվել է այդ քաղաքական սպեկտրի բոլոր կողմերին ներկայացնել մեր մոտեցումները, դրանք դարձնել, այսպես ասենք, ընկալելի, իրենց քաղաքական լեզվով դա թարգմանել մեր կարիքները, մեր ձգտումները, մեր գործողությունները։ Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությանը զուգահեռ կա նաև մշակութային երկխոսություն։ Եվրամիությունն իր քայլերով հստակ արձանագրում է հայկական մշակութային արժեքներն առավել ճանաչելի դարձնելու ձգտումը։ Այս համատեքստում Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում վերխոյացավ արմատագիր երկխոսության ուժը խորագրով հուշարձանը Հայոց Այբուբենի տառերի ձուլվածքով։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Հայոց Այբուբենի այս պատկերմամբ հայերն իրենց տեղն են ամրապնդում այն հարուստ եւ բազմադարյան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա, իր խոսքում շեշտեց Ռոբերտա Մեցոլան։ Սա նվիրումն է մեր երկխոսությանը եւ մեր հավատարմությունն է խորհրդարանների միջև սերտ կապի։ Հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը հայոց լեզվի մասին գրել է. Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս։ Եվ սա շատ խորհրդանշական է, այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության եւ եվրոպական ինքնության միջև։ Գիտեք, ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը կարևորագույն եւ ամենաուժեղ խորհրդանիշներից է ժողովրդավարության, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց գրելու, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների։ Նշենք, որ արմատագիր երկխոսության ուժը խորագրով հուշարձանի հեղինակը Գագա Ամատունին է։ Շատ տպավորիչ էր Հայաստանի շունչը, մեր ուղերձները
այլ փակող, հա, եթե կարելի ասել, այսպես մի կոմպոզիցիա էր, որին նայելիս միանգամից մարդը կարող է զգալ Հայաստանը, դա Հայաստանի Հանրապետության նվերներ, մասնավորապես ազգային ժողովի կողմից, այսինքն Հայաստանի Հանրապետություն / ազգային ժողովի կողմից նվերներ Եվրոպական միության խորհրդարանին։ Այսպիսով վստահորեն կարելի է ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը եվրոպական քաղաքական ընտանիքում ունի իր ուրույն դերն ու տեղը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին եւ Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Ֆրանկոֆոնիայի մրցանակ ազգային ժողովի նախագահի կողմից ճարտասանության մրցույթի մասնակիցներն են ազգային ժողովում են մասնակցելու երկրորդ եզրափակիչ փուլին։ Հայաստանի 7 մարզից ու Երևանից մրցույթին մասնակցել են 46 աշակերտ, եզրափակիչ փուլ են հասել 12-ը։ Շատ տպավորված եմ, շատ էի հուզվել, որ իմացել էի, նամակը չէի կարողանում ես կարդամ, իմ ընկերները իմ տեղը կարդացին, որ նոր իմացա, որ անցել եմ։ 7-րդ դասից սկսեցի սովորել, որ անցա երկրորդ փուլը շատ զարմացա։ Դրա համար շատ ուրախ եմ ստեղ լինել։ Ներկայացրել էի, թե ըստ իմ պատկերացման ինչպիսին կլինեն 2027 թվականին տեղի ունեցող ֆրանկոֆոնիայի խաղերը Հայաստանում ու ընտրվեցի։ Ինչ ես կարծում կանցնես։ Չգիտեմ, ավելի լավ կլինի որ անցնեմ, բայց բոլորին էլ հաջողություն եմ մաղթում։ Ցույցի մասին իմացել եմ ուսուցչիցս, նա է խրախուսել, որպեսզի մենք մասնակցենք ու հենց որ առաջին փուլը հաղթահարեցինք, ասենց շատ զարմացած էի, բայց շատ լավ փորձառություններ ու իրոք ասենց ուզում էի անցնել մյուս փուլ, շատ հետաքրքիր էր։ Ազգային ժողովի եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված մրցույթի բոլոր 46 մասնակիցներին խորհրդարանի նախագահի անունից ողջունել է ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը։ Ամիսներ առաջ պարոն Սիմոնյանի եւ մեր շատ հարգարժան դեսպանի կողմից այս ծրագրի միտքը կար, մենք դեռ չէինք պատկերացնում աշխատանքային խմբով, թե իրականում ինչ է լինելու եւ այսօր մենք այս շատ կարեւոր փուլին ենք հասել։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս նախաձեռնության համար եւ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի դեսպանատանը իրենց ցուցաբերած կամքի, ջանքի եւ համագործակցության համար։ Շատ ուրախ եմ ողջունել ձեզ այստեղ եւ տեսնել, որ հասել եք այս վերջնական փուլին, որը ցույց է տալիս ձեր գիտելիքները։ Ճիշտ է, մենք դեռ պաշտոնապես չենք մտել ֆրանկոֆոնիայի շրջանակների մեջ, սակայն հենց այս միջոցառումը կարող ենք համարել դրա շրջանակներում կազմակերպվող նախաձեռնություններից մեկը։ Ուզում եմ նաեւ իմ շնորհակալությունը հայտնել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին միջոցառման միտքը տալու համար։ Առաջին փուլը հաղթահարած մասնակիցներին ներկայացվել են եզրափակիչ փուլի կանոնները։ Մի փոքր հուզված ու հաղթանակի ձգտումով 12 մասնակիցները նախ վիճակահանությամբ ընտրել են բանավեճի թեման եւ իրենց բանավիճային հակառակորդին։ Այնուհետև 5 րոպե պատրաստվելուց հետո իրենց արեստավարժ ֆրանսերենով ներկայացել են ժյուրիի դատին։ Mesdames et messieurs, aujourd'hui on a comme problématique le changement climatique. Une seule personne ne peut pas être responsable du changement climatique parce que c'est un problème. Բանավեճից ու հարցուպատասխանից հետո մինչ ժյուրին կայացնում է ամենադժվար որոշումը, աշակերտներին հնարավորություն է տրվում շրջելու ազգային ժողովի շենքում։ Ապրեք շատ, եւս մեկ անգամ շնորհակալություն, անկախ նրանից հիմա ով կանցնի, ով չի անցնի, սա ընդհանրապես մի կյանքի սկզբի շատ տենց մի, չասեմ փոքր, բայց առաջին քայլերից մեկն է, ինչ որտեղ հաջողում են, ինչ որտեղ մարդիկ չեն հաջողում եւ
Եթե չեն հաջողում մի ինչ-որ տեղը չի նշանակում, որ իրանք վատն են կամ իրանք սխալ են ինչ-որ հարցում, այդ նշանակում որ դեռ մի քիչ ավելի շատ ջանք պիտի դնեն այդ գործի մեջ, որ մի հաջորդ ինչ-որ փուլում հաջողեն եւ հանկարծ ոչ մեկ չի եւ մյուս մեր ընկերները ովքեր առաջին փուլում չեն անցել, երբեք չի հիասթափվեք, սա ընդհանրապես ցույց է տալիս դուք որ ինչ-որ բան արդեն ունեք եւ դեռ ինչ-որ բան պիտի ձեռք բերեք, պիտի սովորեք եւ գնացեք այդ նոր գիտելիքի հետևից եւ երբեք չհիասթափվեք։ Ժյուրիի որոշմամբ 3 ամենաճարտարախոս մասնակիցները կշահեն կրթաթոշակ Ֆրանսիայում լեզվի մեկշաբաթյա ուսումնասիրության համար, իսկ թե 12-ից որ 3-ը կմեկնեն Ֆրանսիա, պարզ կլինի մարտի 27-ին մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որն ազգային ժողովում կանցկացնեն խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտինյին։ 2025 թվականի դեկտեմբերի 25-ից մեր երկրում ուժի մեջ մտավ առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը, որի համաձայն էլ այս տարվա հունվարի 1-ից իրականացվում է առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրում։ Այս շաբաթ ազգային ժողովի Հայաստան խմբակցությունն առողջության իրավունք ու բժշկի ձայն հասարակական կազմակերպությունները կազմակերպել էին աշխատանքային քննարկում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը Հայաստանում հիմնախնդիրներ թեմայով։ Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների падգամավորներ, գործող բժիշկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Քննարկման մասնակիցները կարևորեցին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, անդրադառնալով առկա հիմնախնդիրներին, որոնցից հիմնականը ըստ նրանց բժիշկների ծանրաբեռնվածությունն էր եւ նրանց վարձատրության անհամաչափ մեթոդաբանությունը։ Ելույթ ունեցողները նշեցին, որ տվյալ քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների հետ առերեսվելու ցանկությունն է, ինչպես նաեւ բժշկի արժանապատվության վերականգնումն ու առկա թերությունների վերացումը։ Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան նախաձեռնության ներկայացուցիչների հետ հանդիպել են ազգային ժողովի Հայաստան խմբակցության ներկայացուցիչները։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ողջունել է անկախ դիտորդների ներգրավվածությունն ընտրական գործընթացներում, ինչպես նաև նախաձեռնության գործունեությունը որպես ոչ պաշտոնական եւ ապակուսակցական հարթակ։ Հյուրերը նշել են, որ իրենց առաքելության նպատակն է գնահատել երկրի ժողովրդավարական վիճակը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։ Խմբակցության падգամավորները պատասխանել են հյուրերի հարցերին, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև ազատ ու անկախ ընտրությունների անցկացումը վտանգող հնարավոր խոչընդոտներին։